մասին հաղորդումը եւս մեկ անգամ պնդել այսօր ազգային ժողովում, երբ որ դուք մուտք եք գործում շենք, հենց այդ պահին ազգային ժողովի նիստերի դահլիճում քաշքշուկ, վիրավորանքներ, հայոյանքներ, հայողը ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էր, խնդրում եմ մեր այս միջադեպը հանցագործության մասին որպես հաղորդման հիմք ընդունեք եւ ըստ էության լրատվամիջոցի կողմից էլ հրապարակումները արդեն մամուլում հայտնված տեսանյութերը կարող են հիմք հանդիսանալ, չէ՞, որպեսզի օրինակ քննչական կոմիտեում խուլիգանության հատկանիշներով վարույթ նախաձեռնվի։ Գին Մանուկյան, շնորհակալ եմ հարցի համար։ Ես ոնց հասկացա, դուք արդեն նախնական իրավական գնահատականը արդեն տվել եք, արդեն հանցանքի վերաբերյալ հաղորդում փաստացի ըստ էության տալիս եք, բայց ես մի հանգամանք մատնանշեմ եւ կարծում եմ այս առումով իմ հարցը ձեր հարցին փորձեմ սպառիչ պատասխան տամ։ Օրենքը ըստ էության հանցագործության մասին հաղորդման որոշակի վավերապայմաններ է նախատեսում։ Պետք է լինի պատշաճ, պետք է լինի համապատասխան ռեկվիզիտներ եւ այլն, այսինքն այս առումով հանցագործության մասին հաղորդումը պետք է լինի պատշաճ։ Մամուլում ի տարբերություն նախկին օրենքի մամուլում զետեղված հրապարակումները իմպերատիվ պահանջ չի, որպեսզի դառնա հանցագործության մասին հաղորդում, ինքը կարող է դիտվել, դրա համար առնվազն պետք է օրինակ ուսումնասիրվի ձեր մատնանշված տեսագրությունները, բայց չմոռանանք նշել, որ դուք տեղյակ եք, որ քրեական դատավարական նոր օրենքով ներդրվել է նաև մասնավոր մեղադրանքի ինստիտուտը, որով ըստ էության քննչական մարմինները փաստացի վարույթ չեն նախաձեռնում եւ համապատասխան ընթացակարգերով ըստ էության վարույթ չեն նախաձեռնում։ Հետևաբար այս առումով ես տեղյակ չեմ, ինչ է տեղի ունեցել ձեր խոսքերից դա լսեցի, ուսումնասիրել կհասկանանք ինչի մասին է խոսքը։ Սա առաջին դեպքը չի, նախորդները եւս քննության առարկա չեն դարձել։ Էլի այնտեղ ինչ որ բաներ են պետք ապացուցվել, որ դուք իմանաք։ Պատշաճ գրություն նկատի ունեք, պարոն Պողոսյան, այսինքն պատշաճ գրություն հաղորդում, այո։ Եվ գլխավոր դատախազություն, եւ օրինակ իրականացման։ Շատ բարի, դա էլ կանենք, բայց ամեն դեպքում մամուլում կան նաև տեսանյութերը, որոնք համացանցում արդեն հայտնվել են եւ թե ինչ է տեղի ունեցել այսօր։ Ձեր դիտողության մի քիչ հեռու պահեք ինձ։ Նախորդների հետ կապված եւս ձեզ ոչինչ հայտնի չի, նախորդ շատ բաներ են եղել ազգային ժողովի դահլիճում։ Դուք այդ ընթացքում որևէ ձևով չեք արձագանքել այդ ամեն ինչի, սպասել եք, որ հաղորդումներ պատշաճ, ինչպես նշեցիք, գործընկեր ձևով ներկայացվեն։ Դարձյալ ստիպված եմ մատնանշեմ, որ դուք ընդհանրական կերպով նշում եք, որ նախորդներում տեղի ունեցել որոշակի իրադարձություններ, որոնց արդյունքում համապատասխան ընթացը ես տեղյակ չեմ, դուք կոնկրետ դեպքի չէ, մի վարքյան կներեք ավարտեմ, հա։ Ավարտեմ ես։ Չէ, այդ կոնկրետին էլ եմ պատասխանել։ Անհատական դեպքերով ես հիմա չեմ ցանկանա քննարկում ունենամ։ Եթե նախկինում հաղորդումներ են եղել, ենթադրում եմ, որ այդ հաղորդման կապակցությամբ քրեադատավարական ընթացակարգեր գոյություն ունեն։ Ինչ անում վարույթն իրականացնող մարմինը կամ քրեական վարույթ չի նախաձեռնում, կամ վարույթ է նախաձեռնում։ Եթե վարույթ է նախաձեռնվում, կատարվում է նախաքննություն։ Եթե վարույթ չի նախաձեռնվում, ըստ էության բողոքարկման ընթացակարգերն է պարզաբանվում։ Հիմա մենք դուք ընդհանրական ձևակերպեցիք ձեր հարցադրումը, մենք պետք է առնվազն հասկանանք։ Պետք է հասկանանք, օրինակ, ես չեմ հիմա պատրաստ չեմ առանձին դեպքերին անդրադառնամ։ Ես ընդամենը մի հանգամանք կմատնանշեմ։ Եթե վարույթ չի նախաձեռնվել, տեսականորեն բողոքարկման ընթացակարգեր կան։ Պետք է հասկանանք, բողոքարկվել է, չի բողոքարկվել, բողոքարկման արդյունքում որոշակի արդյունք եղել է, չի եղել, այսինքն բերեք անհատական դեպքերին չարադառնանք։ Ձեր թույլտվությամբ վերջին հրապարակումը գազագողության դեպքով բարձրաձայնել ժողովուրդ օրաթերթը, մասնավորապես թե ինչ է կատարվում գազագողության ոլորտում։ Արդյունքում ներքին գործերի նախարարը ընթացք տվեց դեպքին։ Գործը հասավ քննչական կոմիտեի, ես ուզում եմ ընթացքը ցույց տամ, հետագայում արդեն քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունից պատահեցավ բանդիտները փախել են։ Պարոն Պողոսյան, դուք պատասխանատվություն կրում եք, ինչու դուք ուշացրեցիք, որ բանդիտները փախան։ Օրինակ Էդգար Ղազարյանը, որը հասարակական քաղաքական գործիչ է, մի հայտարարություն արել, իր սեկտը անմիջապես փակվել է։ Մինչդեռ բանդիտները կարողացան մեր երկրից ճողոպրել ու փախնել։ Դուք պատասխանատվություն կրում եք կոնկրետ բանդիտների փախուստը չկարողանալու կանխելու մասով։ Ես պատասխանատվություն ընդհանրապես կրում եմ այն պահից սկսած, երբ որ ստանձնել եմ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը։ Սա մեկ։ Այդ ժամանակ դուք կոմիտեի նախագահն եք, պարոն Պողոսյան։
Դրա համար շեշտում եմ։ Տիկին Մանուկյան, ձեր մատնանշած դեպքերը ըստ էության գազագողության հետ կապված դեպքեր է։ Նախ եկեք մենք իրադարձությունները, ես գործի առանձին հանգամանքների հետ կապված եկեք այս ձևաչափով ես չեմ պատրաստվում որևիցե քննարկում ունենամ, այսինքն մատնանշեմ քրեական, անդրադառնամ քրեական վարույթով առանձին փաստերի, բայց որպեսզի ձեր հարցին նաև սպառիչ պատասխան տամ։ Առաջին մենք ըստ էության դուք մատնանշում եք, որ ոստիկանությունը, չէ, նշեցիք առիթը, դա անուններ էի ես տվել։ Այո, Տիկին Մանուկյան, դա այլ վարույթի մասին է խոսքը, այդ վարույթով գազագողության դեպք չկա։ Դա վերաբերվում է ձեր մատնանշած վարույթը, վերաբերվում է, երբ որ տեսուչներին չէին թույլատրել մտնեին եւ ստուգումներ իրականացնեին։ Դա առանձին, դա գազագողության ձեր մատնանշված այդ բառով եմ նշում, որպեսի պարզ լինի, գազագողության հետ կապված ընդհանրապես դրա հետ կապ չունի այդ վարույթը, որը որ ավելի վաղ էր նախաձեռնվել։ Այս մեկ, բայց մենք ունենք եւս երկու վարույթներ, որոնք նախաձեռնվել են օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում։ Մի վարույթը վերաբերվում է ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթին, մյուսը վերաբերվում է պետական եկամուտների կոմիտեի կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում ստացված տվյալներին երկու առանձին վարույթներ ունենք։ Այսինքն, այն առաջի վարույթը, որը որ դուք անընդհատ նշում եք եւ որակում եք բանդիտներ եւ այլն, այդ վարույթի հետ ընդհանրապես կապ չունի։ Այս երկու վարույթները, որոնք ավելի ուշ փուլում են նախաձեռնվել, այս վարույթում վարույթ իրականացնող մարմինը ըստ էության քննչական անհետաձգելի գործողություններ կատարելա։ Դուք տեղյակ եք, որ գազալցակայաններ կան, բազմաթիվ գազալցակայաններ, որոնք քննչական գործողությունների կատարման արդյունքում կապարակնքվել է, վարույթ իրականացնող մարմինը ըստ էության իր որոշմամբ արգելել է գործունեությունը, արգրավել է որոշակի առարկաներ, այսինքն այս արդյունքում Գլուխները չկան, պարոն Պողոսյան, Թույլ կտակ ավարտել։ նախկին պատգամավորը Գևորգյան որդին թույլ կտակ ավարտել։ Այս վարույթներով հսկայածավալ քննչական գործողություններ են կատարվել, երբ որ վարույթով արդեն իսկ ունեցել ենք բավարար փաստեր, բավարար ապացույցներ, որոնք հիմք կտային, որպեսզի անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցվեր, քննիչը, պատշաճ, ժամանակին միջնորդություններ են ներկայացրել համապատասխան անձանց դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ որոշումներ կայացնելու վերաբերյալ։ Ստացել ենք այդ միջնորդությունները, հետապնդման որոշումները եւ ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցներ, որպեսզի այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցվի։ Դրանից հետո ըստ էության պարզել ենք, որ որոշակի անձինք մինչև վարույթ նույնիսկ նախաձեռնելը լքել էին Հայաստանի Հանրապետության սահմանը։ Այսինքն մենք չէինք չէ կանխատեսեինք, մինչև չունենանք, այսինքն մենք գործում ենք, մեր գործողությունները պետք է լինի օրինական։ Եվ ամենակարևորը քննիչը չի կարող առանց համապատասխան կարգավիճակի արգելի անձի ելքը Հայաստանի Հանրապետությունից։ Երբ որ ունեցել ենք